Ըստ խնդրի պետք է գտնենք, թե քանի 2222-ից մեծ քառանիշ թիվ կա, որոնց թվանշանները չեն կրկնվում և գրառման մեջ հանդիպում են միայն 1-ից 5 թվանշանները։ Սկսենք հազարավորների կարգից և նախևառաջ նկատենք, որ այնտեղ 1 լինել չի կարող, քանի որ այդ դեպքում մեր քառանիշ թիվը ստացվելու է 2222-ից փոքր, ինչը հակասում է պայմանին։ Հետևաբար հազարավորների կարգում կարող է լինել 2, 3, 4 կամ էլ 5։ Նախ դիտարկենք 2-ի դեպքը, քանի որ հազարավորներում 2-ը, հարյուրավորներում 1 լինել կրկին չի կարող, քանի որ այդ դեպքում ևս մեր թիվը ստացվելու է 2222-ից փոքր, ինչը հակասում է պայմանին։ Հետևաբար այս դեպքում 2-ի կողքին հարյուրավորների կարգում կարող է լինել 3, 4 կամ էլ 5։ Եվ այս դեպքերից յուրաքանչյուրի համար, քանի որ արդեն իսկ օգտագործել ենք մեզ տրված 5 թվանշաններից 2-ը, իսկ կրկնություններ պետք է չլինեն, տասնավորների կարգում կունենանք թվանշանների 3 տարբերակ, իսկ միավորների կարգում 2 տարբերակ, որտեղից էլ բազմապատկման կանոնի համաձայն ճյուղերից յուրաքանչյուրի համար ստանում ենք 6 տարբերակ, իսկ ընդհանուր 2-ով սկսվող և պայմանին բավարարող քառանիշ թվերի համար 18 տարբերակ։ Անցնենք 3-ով, 4-ով և 5-ով սկսվող թվերին, որոնք այսպես թե այնպես ստացվելու են 2222-ից մեծ։ Քանի որ այս 3 դեպքում էլ օգտագործել ենք մեզ տրված 5 թվանշաններից միայն մեկը, երկրորդ տեղում հարյուրավորների կարգում կարող ենք տեղադրել թվանշանների 4 տարբերակ, այնուհետև տասնավորների կարգում 3 տարբերակ և միավորների կարգում 2 տարբերակ։ Այստեղ էլ կրկին բազմապատկման կանոնն օգտագործելով յուրաքանչյուր ճյուղի համար ստանում ենք 24 տարբերակ, ընդհանուր 72 տարբերակ, որին էլ գումարելով վերևում ստացված 18-ը, պատասխանում կունենանք 90 տարբերակ։